Աստված իր հոգին աղիչեցնում է քո վրա եւ քո հետ եւ վերջում գալիս է բնակվում է քո մեջ։ Դրա համար Աստվածաշնչում գրած է մեկ Աստված ունենք Եփեսացիս 4:6 մեր ամենու հայրն է, մեր ամենու վրա, մեր ամենու հետ, այդպես է գրված, եւ ձեր ամենի մեջ։ Ասում Աստվածաշունչը։ Սա շատ կարևոր մտքեր են, որոնք այսօր սրտումս դրված է կիսվել ձեզ Աստուժողով։ Մեկ Աստված է, ամենու հայրը, մեր ամենու վրա, մեր ամենի հետ եւ ձեր ամենի մեջ։ Ես համոզված եմ, որ Աստծո հոգին, եթե լավ ուսումնասիրենք Սուրբ Գիրքը, շատ քարոզիչներ շփոթվում են վրա, մեջ եւ հետ խորհուրդները եւ շատ քույրեր շփոթվում են, կարող է Սուրբ Հոգին իջի քո վրա դու մարգարյանաս Սաուլի նման, բայց վերջում այդպես բողոքների ծառա դառնաս։ Սուրբ Հոգին որ իջնում է քո վրա, ուշադիր եմ ասում, որտեղ գրված է, որ Սուրբ Հոգի վրա է իջնում, այնտեղ գրված է, որ գործ է կատարվում Աստծո փառքի համար։ Եվ որ Սամվելը օծում էր, Դավիթին ասում Սուրբ Հոգին Դավիթի վրա եկավ։ Եվ որ Սուրբ Հոգին իջնում էր Սամսոնի վրա, նա զորավոր գործեր էր։ Այսինքն Սուրբ Հոգին կարող է իջնի իմ վրա հիմա, ես լցվեմ Սուրբ Հոգով, սկսեմ քարոզել, սկսեմ մարգարյանալ եւ հրաշքներ դժգություններ։ Սուրբ Հոգին իմ վրա իջնելով, Կիրակի օրը Սուրբ Հոգին իջավ Հովհաննես Առաքյալի վրա եւ գրեց հայտնության գիրքը, բացեց դրան։ Ասում է Կիրակի օրը նա մտածած էր Սուրբ Հոգով, նրա ներսը Սուրբ Հոգի կա, բայց Աստված որևէ գործ անելու համար Սուրբ Հոգին իջնում է քո վրա։ Եթե իջնում է Սուրբ Հոգին իմ վրա, ես գործ եմ անում Աստծո փառքի համար, դա չի նշանակում, որ իմ հոգևոր տաճարը կառուցվում է։ Դրա համար շատ մարգարեներ, շատ քարոզիչներ, շատ հայտնություն ունեցողներ մոլորվում են։ Ինչի են մոլորվում։ Որտեղ երբ որ Սուրբ Հոգին իջնում է իմ վրա, ես մարգարեն եմ այստեղից, իմ սրտի մեջ միտք կա ծագում, որ ես նստածներից ամենալավն եմ։ Ամենալավ հոգևորը ես եմ, որ Սուրբ Հոգին իջել է իմ վրա։ Որտեղ գրված է Սուրբ Հոգին իջելը քո վրա, այնտեղ կատարվում Աստծո գործ ու Աստծո փառքը։ Բայց հոգևոր շինարարություն չի։ Բայց որտեղ գրած է հետ է, Աստված Հովսեփի հետ է, ոչ մի հրաշք չի արել, ոչ մի բժշկություն չի արել, ոչ մի մարգարեություն չի արել Հովսեփը, բայց Աստված նրա հետ է։ Ինչ նշանակում նրա հետ էր։ Նրա հետ էր, որ նրան առաջնորդում էր։ Նրա հետ էր, որ նրան բացում էր իմաստության խորհուրդներ։ Նրա հետ էր, որ իր ձեռքի գործերը օգնում էր։ Եվ նրան հաջողություն էր տալիս։ Ոչ մի հրաշք չի կատարվել Հովսեփի հետ։ Ոչ մի նշան չի կատարվել Հովսեփի հետ։ Երոքը 300 տարի քայլեց Աստծո հետ։ Ճիշտ է գրված է, որ մարգարեացավ, բայց նա քայլեց, եւ քայլած ժամանակ չի գրած, որ նա հրաշքներ նշաններ արեց։ Դու կարող ես Աստծո հետ ապրես, քայլես, բայց ոչ մի հրաշք չի կողմի։ Քո ձեռի գործ օրհնի, քո տանիք օրհնի, քեզ իմաստություն տա, հոգևոր խորհուրդներ հասկանաս, ապրես մաքուր կյանք։ Բայց մեջը խիստ տարբեր այս երկու վիճակներից։ Ձեր մեջ լինեն։ Ձեր մեջ լինեն։ Եվ Տեր Հիսուս Աստծո որդին ասեց. ես գնում եմ, ուղարկում եմ մխիթարիչ Սուրբ Հոգին։ Այստեղ չկա մի մարդ, որ մխիթարելու կարիք չունենա։ Ասի ես լրի մխիթարված վերջացած եմ։ Սուրբ Հոգին մխիթարիչ հոգի է։
շատ դեպքերում ձգտում ես բացնել մարդկանց մոտ մխիթարվելու քո հարազատի հիվանդության համար, քո համար, մի ուրիշի համար, բայց դու գիտես, որ քեզ մխիթարողը Սուրբ Հոգին է։ Ասենք փառք Տիրոջ։ Դու կարող ես մենակ լինես, ոչ մեկը չլինի քո կողքը։ Հագարի նման մարդ Աբրահամի կինն էր, սովորական մարդի կին չէր։ Եվ Աբրահամը ցավացրեց Հագարին, մի էշ չտվեց, մի ուլեր չտվեց, մի տիգ ջուր և մի քչած և համես տնից դեպի ամավատ։ Որքան դժվար էր ես կնոջ համար, իրան ջախջախում Աստծո մարդը, եթե Աստծո մարդը քեզ ջախջախում ով կարա քեզ մխիթարի, այն է Աբրահամի նման Աստծո մարդը, ով կարող է քեզ մխիթարել, միայն Սուրբ Հոգին, ալելույա նրան, ալելույա ասեք նրան, միայն Սուրբ Հոգին, տառը վշտի մեջ ես, տառը ողբի սուկի մեջ ես, ոչ մեկ չկա քո կողքին, բայց Սուրբ Հոգին քո կողքին է և քո մեջն է, ալելույա նրան, փառավորեք Տիրոջ, նա կենդանի այստեղ, նա ձեր նստած տեղը մխիթարում է ձեզ, և ուզում է բժշկի ձեր հավատքը։ Հին ուխտում հայրներ աղոթք չկա, նոր ուխտում կա հայրներ աղոթքը, որտեղ մենք ծնվել ենք մեր երկնավոր հորից, մենք ինչու մեր հոր հետ չեն կարող ապրել։ Ես հարց եմ տալիս բոլորիս, դուք որ ձեր հոր տան մեջ ապրում եք, ձեր հորը ծառայում եք, թե ձեր հոր հետ ապրում էիք։ Որն է կարևոր, ծառայելը թե ապրելը։ Հիմա մենք մեր երկնավոր հոր հետ պետք է ապրենք, թե ծառայենք։ Ապրենք, որքին հորը չի ծառայում, ապրում։ Ծառայելը հետևանք է։ Ես որ իմ հորը սիրում եմ, ես իմ հոր տանը որ ապրում եմ, որ բաց չեմ փորում եմ, իրիկում չեմ գալում ասում, պապա փողը դուր, ես քեզ ծառայել եմ։ Այդպես բան անում եք դուք։ Բայց մեկ ծառայում եք։ Հոր հետ ապրում են, չեն ծառայում։ Հիսուսը իր հոր հետ ապրելով էր ծառայում։ Իր կյանքը ծառայություն էր, բայց նա ապրում էր հոր հետ։ Նա վայելում էր, եթե դու շատին նայեք, նրա բոլոր աղոթքները, նրա բոլոր զրույցները, ասում էր հայր։ Նա այնքան հարազատ էր որպես մարդ իր հոր հետ, որտեղ նա ծնվել էր Սուրբ Հոգուց, նրա այրունը ուներ Սուրբ Հոգուածություն, դա նոխածների ծուլերի այրունը չէր, դա Սուրբ Հոգու օծության ծնված մարդի այրուն էր, որ քավչարար է, զորավոր է, հաղթանակ է տալիս, բժշկում է, ջերմացնում է և մեկացնում Աստծո հետ, փառք մեր Տիրոջը։ Սուրբ Հոգին եկել է, որ քեզ բացի Քրիստոսի կյանքը։ Սուրբ Հոգին քեզ մխիթարելով տանում է հոր ձեռքերի մեջ, որ դու ճանաչես քո հորը, դու որդու անտեր չես, դու հայր ունես երկնքում նստած, և իր հոգով քո մեջն է։ Այսօր ինչքան հավատացյալներ կան Սուրբ Հոգով մկրտված, բայց իրանց հորը չեն ճանաչում։ Սա ցավալի է, իրանց հորը վշտացնում է,
իրանց հորը տպմեցնում են և Սուրբ Հոգու կյանքը մարեցնում են իրանց կյանքի մեջ։ Դրա համար Հիսուս եկել աշխարհ և Սուրբ Հոգով օծել է քեզ։ Նա չի օծել քեզ, որ դու ընդամենը օտարլեզվով աղոթք անես։ Եթե աղոթքը քեզ չի շինում Աստծո սիրո մեջ, ասում է Աստվածաշունչը, նայեք սիրելիներ, Հուդայի թղթում։ Բայց դուք սիրելիներ ձերանձերը շինելով ձեր ամենասուրբ հավատքի վրա, Սուրբ Հոգով աղոթք անելով, անձները Աստծո սիրո մեջ պահեցին։ Միակ զորությունը, միակ անձը, որ կարող է քեզ Աստծո սիրո մեջ պահել, դա Աստծո Հոգին է։ Ոչ մի եղբայր, ոչ մի քարոզիչ ի զորում չի քեզ հաղորդ անել Աստվածային սիրո մասին։ Սուրբ Հոգին եկել է, որ քո ներսը Աստծո բնականon կառուցի։ Սուրբ Հոգին եկել է քեզ սովորացնի և ինձ առաջ Աստծո արքայությունը խնդրես, նրա արդարությունը խնդրես, մնացած բաները քեզ կտան։ Մենք շատերս Սուրբ Հոգու այս ձայնին չենք լսում։ Մենք միշտ մնացած բաներն ենք առաջի տեղը դրել։ Նրանք, ովքեր որ մնացած բաներ առաջի տեղն են, նրանք հեթանոս հավատացյալներ են։ Մենք աշխարհի մեջ էինք մնացած բաները խնդրում, հավատքի մեջ ենք մնացած բաներ առաջի տեղը դնում։ Ոչ, ոչ, Սուրբ Հոգին ասում է, առաջ խնդրիր Աստծո արքայությունը և նրա արդարությունը, մնացած բաները։ Ես քո հայրն եմ։ Ես քո հայրն եմ։ Իսկ իմ հավատքի կյանքի մեջ երբեք մնացած բան չեմ ուզել, չեմ ասել ինձի էս տուր, ուտելիք տուր, հագնելուկ տուր, գործը սորտնի, ճանապարհը սորտնի, էս արա, էն արա։ Ես միակ բապագել եմ, գիշեր ու ցերեկ իրան խնդրել, իրան ունենալ, իրա հետ ապրել, նա քայլես տաճարի մեջ, նա թագավորես տաճարի մեջ, նա գնել է ինձ և քեզ, նա է իմ հոգու թագավորը, նա իրավունք ունի մեջ ապրելու և փառավորվելու, նա իրավունք ունի մեջ քայլելու և կյանքի գետերը վխեցնելու, նա պետք է ապրի իմ ու քո մեջ և ուրիշ ոչ մեկը, ասենք փառք Տիրոջը սիրելի եղբայրներ։ Այսօր ես մարդիկ եմ ճանաչում, 40 տարի հոգով գտված են, իրանք են քայլում։ Սուրբ Գիրքը ասում է բոլոր մարդիկ սուտ են։ Հավատա այս խոսքին, որ դու ես սուտ, ես եմ սուտ, ճշմարիտը Քրիստոսն է, հալելույա նրան։ Ճշմարտության հոգին Քրիստոսի հոգին է։ Իրա խոսքն է ճշմարտությունը, բոլոր մարդիկ սուտ են, որքան հաստատվեն ունայն են, կտրիր քո հայացքը մարդկանցից, կտրիր երկակնդից, կտրիր քո զգացմունքից, կտրիր քո մարդային ինտելեկտից ու գաղափարներից։ Այսօր եթե ուզում ես իմանաս ով է քեզ խելքից հանում, ով է քեզ հիմարացնում, ով է քեզ շեղում, ոչ շատանան կարա քեզ շեղի, ոչ է որևէ մարդ, քեզ խելքից հանողը դու ես, ասում Աստվածաշունչը։ Եսայի մարգարեության մեջ կարդում ենք, Եսայի 47:10 Սուրբ Հոգին խոսում է մեզ հետ և ասում այս ճշմարտությունները, որ քեզի խելքից հանողը դու քո չարության ապավինեցար, այսօր մենք շատ չարություններ անում ենք և ապավինում ենք, որտեղ մեր հասկացած չարությունը մեր աչքին բարություն է երևում։ Ոչ մի մարդ, որ հասկանա դա չարություն է, չի ապավինի նրան։ Սաուլը ինքը չէր հասկանում, որ չարություն անում, բայց ապավինում էր այդ չարությանը։ Եվ կարդում ենք Սուրբ Գրքի մեջ։ Ու սիրտից տեսնող չկա, քեզի գլխից հանողը քո իմաստություն ու գիտություն տեմ, սրտիդ մեջ ասիր ես եմ, ինձ մի ուրիշը չկա։ Քեզի սատանան չի կարա խաբի։
Քեզի խելքի ցանողը դու ես։ Դու ես քանդում ցանկը, դու ես քանդում Սուրբ Հոգու դրածները եւ ապրում դրա մորոցը քեզ խացնումը։ Կարծում ենք ցանկ քանդողը օծը կխացնե, Ժողովուրդ 18-րդ խոսքում։ Ցանկը քանդողի նոր օծ է գտնում։ Սատանան իրավունք չունի քեզ գտնելու մինչև դու Աստծո խոսքը չավրես։ Բոլոր օրհնությունները, կյանքի աղբյուրները, ամեն ինչ գալիս է Աստծո խոսքի ընդունելուց, Աստծո խոսքով ապրելուց, Աստծո խոսքի մեջ հաստատվելուց, Աստծո խոսքով քայլելուց։ Եկեղեցուն պետք է բարձրանա Աստծո խոսքը։ Եկեղեցուն պետք է թագավորի Աստծո խոսքը։ Որտեղ կյանքի հոգին օրենքը թագավորում է, այնտեղ բոլոր օրենքները ճնշվում են Հիսուսի անունով, հալելույա նրան։ Փառավորեք Տիրոջը։ Քրիստոսի հոգիով կյանքի հոգին օրենքն ուղարկել աշխարհ, որպեսզի քանդի մեղքի մահվան օրենքը, որ իմ ու քո մեջ թագավորի կյանքի օրենքը։ Եթե քո մեջ կյանքի օրենքն է թագավորում, բոլոր օրենքները կճնշվեն։ Մեղքի կապանքները, սատանայի լուծերը, քո մարդկային փառքերն ու դիրքերը կավրվեն Տիրոջ կյանքի եւ օրենքի դեմ։ Փառավորիր Տիրոջը։ Թող որ Սուրբ Հոգին կյանքի օրենքը բացի քեզ, որ քո աչքերը բացվի տեսնես ով է Հիսուս, տեսնես որ բոլոր մարդիկ սուտ են, միայն ճշմարիտ Աստված, հալելույա նրան։ Փառավորեք ձեր Աստծուն, ճանաչեք ձեր Աստծուն, մարդի հետևից մի գնացեք, մարդը ունայնություն է, մարդը ոչնչություն է, մարդը ստություն է, որտեղ սատանան ստության հայրն է եւ ստության բնությունը մտցրել է մարդի մեջ Եդեմական պարտեզից եւ այսօր մարդի մեջ կա այդ ստության բնությունը եւ այդ ստության հաստատ կերակրում աշխարհին սատանան այսօր Սուրբ Հոգին եկել է որ քեզ երկինքի հաստը կերակրի Սուրբ Հոգու ձեռքով հալելույա նրան փառավորիր Տիրոջը փառավորիր քո Աստծուն Սուրբ Հոգին եկել է որ կյանքի հաստա քեզ Քրիստոս կենաց հացը մատակարարի Սուրբ Հոգու ձեռքով հալելույա նրան Փառավորեք Տիրոջը սիրելի եղբայրներ հասկացեք ուր եք եկել ուր եք գնում ում հետևից նայեցեք միակ մխիթարի չնեղության ժամանակ բոլորս կարանք խոստում անենք եկել է որ բոլոր մարդիկ լքեն քեզ բայց Տերը չի լքում քեզ քանի միլիարդ մարդ եք աշխարհ ոչ մեկին Աստված չի նեղացրել մինչև այսօր։ Երեմիա 3:3-ում ողբում գրված է իր կամքով ոչ մեկին չի նեղացրել։ Հազարավոր միլիարդներ են եկել աշխարհ, բայց ոչ մի մարդի չի նեղացրել, բայց ես ու դու շատ մարդկանց են նեղացրել։ Ու չենք ես զղջում, ու չենք ես խոնարհվում, բայց մեր Աստված այնքան բարի է ոչ մի մարդի մինչև այսօր չի նեղացրել։ Հոբի գրքում գրված է 36:5-ում Աստված ոչ մեկին չի արհամարել մինչև այսօր։ Ամենավոխերին սատանապաշտը, ամենակեղտոտ մարդը, որ լցված էր 2000 դևերով եւ գերգեսացի դիվահար էր, կանչրտում էր, ճեղքրտում էր գերեզմանեստերում սարերում չորերում։ Եվ 2000 դևեր մտել են այս մարդի հոգ աշխարհը։ Հիսուս այդ մարդին չարավարեց, ասեք փառքիալ։ Քեզ չի արավարում։ Ինչքան մեղավորել ես քեզ չի արավարի, նա արավարելու բնություն չունի։ Նա կուրախանա երբ որ քեզ ների, երբ որ քեզ բժշկի, դրա մանա հայտարարում է, ապաշխարեցեք և դարձեք եք, որպեսզի ձեր մեղքերը ջնջվի։ Գործ Առաքելոց 3:19 Չի գրված ներվի, գրված է ջնջվի։ Եթե դու սրտանց ապաշխարես, սրտանց դառնաս, քո կյանքի միջից մեղքը ջնջվում է և կյանքի օրենքն է թագավորում։ Փառավորիր Տիրոջը։ Սուրբ Հոգին եկել է որ մեղքը ջնջի քո կյանքից։ Նոր կյանք բացի քո մեջ։
նոր թագավորություն ստեղծի քո մեջ Սուրբ Հոգու ձեռքով դրա համար գրքում գրած է Աստծո թագավորությունը ուտելի քմերի չի արդարություն խաղաղություն խնդություն Սուրբ Հոգով Ալելույա նրան Ալելույա նրան քո ներսի թագավորությունը փոխելու է եկել եկել որ քո ներսի մեղքի թագավորությունը փոխի եւ կյանքի թագավորությունը հաստատի քո մեջ դու զգաս որ մեղքը քո կյանքի ջնջված է հաճախակի մենք մոռանում ենք ով ենք եղել այնպես է ջնջել մեղքը որ մենք այդ մեղքի համոհոտը այլևս զգալ չենք ուզում փառք Տիրոջ եթե դու չապաշխարես եթե դու սրտաշ դառնաս մեղքը չի ջնջվի քո կյանքից այսօր շատ հավատացյալների կյանքում մեղքը ջնջված չի մեղքը դեռ խոստովանում ոչ Աստծո որդին եկել աշխարհ որ քեզ ազատի մեղքից ջնջի քո կյանքից եւ առաջվա քարոզված Քրիստոսը թագավորի քո կյանքում Սուրբ Հոգին դրա համար է եկել Սուրբ Հոգին դրա համար օծում քեզ որ քո մեջ փոխի թագավորությունը Սուրբ Հոգու թագավորությունը որտեղ խոսքի թագավորությունը որտեղ Աստծո խոսքի թագավորությունը պետք է եկեղեցում որևէ մի եղբոր որևէ մի հետնակավոր մարդկանց անունը չպետք է լինի հավա միայն Քրիստոսի խոսքը պետք է թագավորի եկեղեցում Ալելույա նրան բոլոր թագավորությունները խորտակվում են Քրիստոսի ոտքերի տակ Սուրբ Հոգու զորությամբ, նրա խոսքի իշխանությամբ փառավորեք Տիրոջը։ Մենք բոլորը եկել ենք, որպեսզի մեր թագավորությունները քանդվի, մեղքի թագավորությունը քանդվի, եւ Աստծո թագավորությունը կառուցվի բոլորիս կյանքի մեջ։ Փառք տվեք Հիսուսին։ Սրա համար Աստծո Հոգին եկե աշխարհ, ով իմ Քրիստոսի եւ մարգարեր։ Սուրբ Հոգի դրա համար է քո մեջ որ կառուցիր թագավորությունը քո մեջ, ալելույա, կյանքը փոխի, ջնջի մեղքի թագավորությունը, դրա համար այսօր ես հրավիրում եմ ձեզ, ինձ ձեզ հետ միասին, կատարյալ դարձ, որպեսզի ջնջվի քո կյանքից մեղքը, եւ այդ կյանքում թագավորի կյանքի հոգորենքը, փառավորվի Տեր Հիսուս Քրիստոսը, փառավորվի Տեր Հիսուս Քրիստոսը, կանգնենք ոտքի սիրելներ, Տերը կենդանի է, ապաշխարեցեք եւ դարձ եկեք, որպեսզի ջնջվի ձեր կյանքից մեղքը, իր ամբողջ ճոխությամբ եւ թագավորությամբ, Քրիստոսի այրունը, ամեն մեղքեն կնասրբել, ալելույա նրան, նրա մեկ այրանկատինը երկագունդ ամաքրում, կարող է քեզ զեր մաքրել, մի կասկածի, ես հիմա Հիսուսի այրունը հավատքով, կանչում եմ ձեր ամենքի վրա հավատքով, Քրիստոսի այրունը իջնի ձեր վրա, Սուրբ Հոգու զորությունով, որպեսզի այդ այրունը մաքրի ձեզ, այդ այրունը սրբի ձեզ, այդ այրունը բժշկի ձեզ, այդ այրունը հաղթություն տա ձեզ, Հիսուսի անունով, ալելույա նրան աղոթենք սիրելիներ։